Գիտես։ Նոր իմացա։ Բայց այդ հնարավոր չի։ Հնարավոր է, վաղ Աբելին բաց են թողնում ու տանն է լինելու։ Քնիչը ասել է, որ վաղը քեզ ազատ ենք թողելու։ Եթե դու կատակ ես անում, ես քեզ կսպանեմ։ Լիլի, այդ կատակի թեմա չի, որ ես կատակ կանեմ։ Լրիվ լուրջ եմ ասում։ Ճիշտ ասում։ Ու ինձ հարցեր չտաս, ես ընդհանրապես չգիտեմ այդ ոնց է եղել։ Աբելն էլ չգիտի։ Հազարից մի անգամ շուտ ես եկել տուն ու արդեն խմում ես։ Սա արդեն նորություն է, ավակ։ Ինչը։ Շիշ դատարկելը։ Դե մենք ընտանիքով նորություններ շատ ենք սիրում։ Ոնց հասկանում եմ, պատրաստվում ես ամբողջ գիշեր խմել։ Արին ավելի լավ է գնաս պարկես։ Ես հիմա շատ հոգնած եմ։ Քեզ էլ խորհուրդ կտամ գնաս պարկես։ Ոնց տեսնում եմ քաղաքում խանութ չես թողել։ Դու շատ լավ գիտես, որ դրսում գարուն է ու բոլոր կանայք իրենց զգեստապահարանը թարմացնում են։ Ու իմիջիալոց ասեմ, որ դա քեզ երբեք չի անհանգստացրել, բայց չգիտեմ ինչի, այս անգամ շատ անհանգստացրեց։ Ես չեմ անհանգստանում, ուղղակի ասում եմ։ Բարի գիշեր, Ալինա, ավելի լավ է քնես։ Լույս բարի։ Լիլի, հիմա ոնց ես։ Արդեն լավ։ Ես գնամ, դու էլ գնա քնի։ Արդեն գիշերը ժամը 2-ն է։ Ինձ թվում է չեմ կարողանա քնել։ Որ պարկես կքնես։ Բայց ախր Ոչ մի բայց։ Էլ բան մի խոսա։ Վաղ առավոտ կհասկանաք ինչ է կատարվում։ լավ։
Նորություն չկա։ Չէ։ Ուղղակի գիտեի, որ գիշերը ժամը 6-ից տան մեջ քայլում ես, դրա համար էլ եկա։ Դե ոնց քնեի։ Ես տենց էլ մտածեցի։ Եթե պարզվի, որ այս ամեն ինչը սուտ է, ես կգժվեմ։ Դու էլ ես մտածում, որ այս ամեն ինչը կարա սուտ լինի։ Չէ։ Բա ինչի ոչ մի բան չես ասում։ Որովհետև այս ամեն ինչը իմ համար էլ է տարօրինակ։ Ես էլ չգիտեմ ինչ մտածեմ։ Հե ինչ ես մտածում։ Կամ երեք քննի չերազա տեսել։ Կամ էլ ինչ-որ բանա որոշվելու հետո փոշմանել են։ Երեք այդքան տաղան բերեցին, իսկ այսօր չեմ հասկանում։ Հədə որը նորա բացվեց, սպասի մի բան կլինի էլի։ Ես Աբրամը ինչի չվերցնեմ։ Կոնե հիմա մի քիչ փող տար։ Աբել Գրիգորյան։ Գնա, լավ ուրով կգաս։ Սա բժիշկի եզրակացությունը, սա էլ դատարանի որոշումը։ Ինչ է կատարվում։ Դվլեն դեմքով ես իբր բան չես հասկանում։ Քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, հաշվի առնելով հանցանքի ծանրությունը, դատարանը որոշում է կայացրել քեզ ազատ արձակելու մասին։ Ինչ որոշում։ Պարզ չէ։ Պարզ չի։ Եթե անձը հանցանք կատարելուց կամ դատավճիռ է կայացնելուց հետո հիվանդացել է ծանր հիվանդությամբ, Եթե հասկացա։ շատ ավելի լավ։ Որոշումն արդեն կայացված է։ Ու հիմա ինչ ես ազատ եմ։ Հա, բայց մի քանի փաստաթղթ եք ստորագրելու։ Այդ հոդվածը 3-րդ կետել ունի։ Առողջանալու դեպքում կարող է հանգարց դատարանը որոշի, որ հետ գաս ու շարունակես պատիժդ։ Նենց որ հիմա քեզ առողջություն մաղթելը անեծքի պես մի բան է։ Ալո։ Հա, խուդոժնիկ դու ես։ Հա, Հակոբն է, հա։ Խառնեի գործերով Հակոբ, բայց քո մասին չեմ մոռացել, լրիվ հիշում եմ։ Դե ես էլ հենց դրա համար եմ զանգել։ Գիտես ոնց են հավանել քո նկարները։ Իրոք լավ ես նկարում։ Ապրես։ Մեզ ամոթով չթողեցիր Հակոբ։ Ես շատ ուրախ եմ, որ հավանել են, որ ամեն ինչ շատ լավ է, բայց մենք երբ կարող ենք հանդիպել։ Հա, հասկացա մտքինդ։
Հենց այսօր էլ կհանդիպենք։ Երեկոյան, նույն տեղում։ Շատ լավ, շատ լավ։ Փողի համը ընկելաբերանդ նկարիչ։ Չես կարում էլ առանց փողի, հա։ Լավ, այսօր էլ այսքանով կբավարարվես։ Ինչ անենք, մոտս էլի մանր չկա։ Մինչև տենամ քեզ ինչ եմ անում։ Ես բաց աչքով քեզ $20,000 տվողը չեմ։ Եղավ Շուշանիկ ջան։ Կլինի քեզ գոնե մի ժամ չզանգեն։ Աղջիկները։ Հա, որտեվ անդադ վեր եմ թռնում, ինձ թվում է Աբելն է։ Ես չեմ կարում սպասեմ։ Ես արդեն Աբելն է։ Յա, դարես։ Ես չգիտեի որ տանն ես։ Հա, պապ, սա գիշեր կոմպիդենն էի, տենց առավոտվա կողմ նոր աչքս կպավ, հիմա զարթնել եմ արդեն։ Երևի նոր ծրագիր ես գցել, հա։ Հա, էլի, փորձում եմ։ Ամեն ինչ լավ է։ Հա, շատ լավ։ Ինչ է։ Դե ուղղակի հարցնում եմ։ Նորություն ինչ-որ բան կա։ Ինչից նորություն, չեմ հասկանում։ Լիլիթի հետ խոսել ես։ Հա, խոսել եմ, բայց մի քանի օր առաջ։ Այսօր է կզանգեմ։ Դե որ խոսես, ինչ ասեմ։ Որ խոսես, հետո ինձ կասես ոնց են։ Լավ։ Լավ, այո։ Ես գնամ։ Բարի լույս։ Բարի լույս։ Հետաքրքիր է։ Իսկ ինձ թվում էր երեկվա խմելուց հետո չես զարթնի։ Չմոռանաս երեկոյի մասին։ Կզանգեմ։ Հա։ Այս ինչ երեկոյի է, այս ինչ խորհրդավորություն է, ինչ է կատարվում։ Չգիտեմ, հայրդ ուզում է ինձ հետ խոսել։ Ինչի մասին։ Ես էլ չգիտեմ։ Կարող է լիկայի։ Կարող է լիկայի։ Գնում եք Աբելին դիմավորելու։ Պատկերացնում ես։ Գալիս ես։ Հա, ես եմ գալիս։ Գնացինք։ Հետո մի քանի ժամ էլ ես ռեշոտկեք էլ չեմ տեսնի։ Ամեն ինչ լավ է լինելու։ Չմտածես։ Դուրս գալուց հետո գնամ մամայիդ կտեսնեմ։ Ինչ որ պետք է կանեմ, այդ իմ կողմից հանգիստ եղի։ Աբել դու Ինչ արունակի։ Դու գիտես կյանքդ ստեղ ինչ դժվար է ալնելու։ Ջունգլիներ են։ Դրա համար 3 կարևոր կանոն կա, որ պիտի հիշես։ Չհավատալ, չվախենալ ու չխնդրել։ Դիմենակ ինքդ քեզ վստահես արսեն։ Մնացած է նորմալ կլա։ Ինչ կաց։ Ինչ է կատարվում ավակ։
Ինչ է կատարվում քո հետ։ Ինչ եղավ, ինչ է ուշանում։ Համբերի լիլ, հեսա դուրս կգա։ Չեմ կարում, չեմ համբերում։ Չեմ հավատում։ Դե մեզ չմոռանաս։ Սեթո դու գիտես, որ ոչ մոռացող եմ, ոչ էլ ուրացող եմ։ Այդ գիտեմ։ Դու իմ վերջի տարիների ամենադժվար պահերին կողքս ես եղել։ Միշտ օգնության ձեռք ես մեկնել։ Հա դե հիմա։ Այսօր ես քո համար կանեմ, աղա դու իմ համար կանես։ Երբ ու ինչ պետք է լինի, Սեթո։ Ուղղակի ասա։ Հա դե ես էլ եմ ասում։ Մեզ մի մոռացի։ Մենք վանդակի մեջ ենք, մեր ձեռները կարճ է։ Իսկ դու ազատության մեջ ես։ Կարող է մի բան պետք լինի, դիմենք են։ Գնա։ Մեր հաջողությունը ստացավ ազատություն։ Շատ շուտով ինքը մեզ պետք է գալ։ Արդեն ուշանում է։ Լիլի ջան, մի անհանգստացի։ Այդ մենք ենք շտապում։ Հիմա Էլ չեմ համբերում։ Թե երեխուն ինչի հետներս բերեցին։ Ես մեկա գալու էի։ Ոնց որ ես երեխա եմ, ինձ էլ բերել եք։ Պետք է որ Աբելին բաց թողած լինեին։ Եթե մի բան լինի, Արամից կիմանամ։ Չեմ հավատում։ Հավատալի։ Ես արդեն ստեղ։ Երանի մաման ստեղ լիներ։ Մաման մեզ տեսնում այն։ Ինքը հիմա մեր հետ ալի։ Լավ, մի րոպե։ Աբել ջան, ես ոնց եղավ, որ սենց սյուրպրիզ արեցի։ բարի վերադարձ, Աբել ջան։ Ապրեք տղեր, կապրեք, որ եկաք։ Ասում եմ, կարող է այստեղ երկար ենք մնալու կամ ուզում ես էլի հետ գնաս։ Չէ, գնացինք տուն։
Չէ, չգիտեմ դեռ ինչ ա եղել։ Դե երեկոյան պարզ կլինի երևի, թե ինչի եմ գնում հանդիպման։ Լավ, կզանգեմ։ Մամ, ասա։ Ջղայնացած ես։ Լիկա ընկերուհու տուն գնալ չկա։ Մամ, խնդրում եմ։ Դու գիտես, որ հայրդ այսօր երեկոյան ինձ կանչել է, որպեսզի մենք խոսանք։ Ու կարծում եմ, որ քո թեմայով է խոսալու։ Ու ես պատասխան եմ տալու, թե դու մի խոսքով, հա, գնա սենյակդ։ Նաբել ջան, քեզ բարեհաջող հասցրեցինք տուն։ Նայ, բայց տաքսու վարորդը քո պատճառով նենց արագիր քշում չես պատկերացնի։ Մարդու հոգին հանեցիր։ Ոնց հասկանում եմ, ինձ ու քեզ այստեղ սուրճ տվող չկա։ Արի գնանք մեր տանը խմենք։ Լավ։ Դե Աբել, ես գնում եմ գիշերը էլի Երևան։ Լավ մնացեք։ Լիլ, ոչինչ չի փոխվել։ Արի։ Չգիտեմ ինձ ոնց ես ներելու։ Չհասրի ներողություն խնդրեմ։ Մամ ջան։ Եկել եմ։ Չսպասեցիր։ Ուզեի ժամանակը հետ տայի ու քո կողքին լինեի։ Երբ երեքս միասին էինք։ Շատ կուզեի քեզ ցավ երբեք չպատճառել։ Բայց կներես։ Ես իմ ամենակետ կարող եմ ասել։ Դու միակ մարդն էիր, ով ինձ չդավաճանեց։ Ինձ երբեք չհեռացավ։ Խեղդվում եմ ամոթից, ցավից։ Խեղդվում եմ չասածս խոսքերից։ Խեղդվում եմ քո կարոտից։ Ինչ անեմ։ Ախր չկարողացա կատարել քեզ տված խոստումներից գոնե մեկը, մամ։ Ես չեղա այն տղեն, ով ամեն իրիկուն գործից հետո տուն ա գալիս։ Իսկ դու երբեք չէիր դադարում հավատալ, որ մի օր քո ուզած Աբելն եմ դառնալու։ Ես եկել եմ, մամ։ Եկել եմ այն տուն, որտեղ ինձ սպասել ես։ Օրերով, ամիսներով, աղոթել ես, որ գամ։ Հիմա եկել եմ, բայց դու չկաս։ Ես եկել եմ, իսկ դու ինձ չես դիմավորում, մամ։ Դու ամբողջ կյանքում իմ հետ եղար։ Իսկ ես անշնորհակալի նման քեզ մենակ թողեցի։ Մամ, խնդրում եմ ներիր ինձ։ Խնդրում եմ, մամ։
Ինչ պատրաստ եմ քո համար։ Ոչ ոք մի ուզում եմ մամայի մոտ գնալ։ Հանգստացի, մի քիչ պարկի հետո կգնանք։ Չէ։ Հիմա ուզում եմ որ գնանք մամայի մոտ։ Լավ։ Ես ինչ անհամբեր ես, Հակոբ։ Նույնիսկ չես ուշացել։ Վաղուց ես տեղ։ Դե այսօր մի քիչ շուտ դուրս եկա, գործել չունեի անելու։ Հենց եկա ասացի մի բաժակ սուրճ։ Ես չկամ, պատվերել չունես, չէ՞։ Դե լավ, տեսնենք ինչ կլինի։ Գուցե աշխատենք դեռ իրար հետ։ Թե փոշմանել ես։ Ես իմ որոշում արդեն ասել եմ։ Հակոբ, բայց փող սիրում ես։ Անընդհատ ուզում ես, որ ձեռքումդ փող լինի։ Թե մեր օրերում դա բոլորին էլ անհրաժեշտ։ Մանավանդ որ առիթ էլ կա, փողի կարիք հիմա շատ եմ զգում։ Ինչ ա եղել որ, ինչ որ առիթ ունես։ Եթե կարելի է առիթ ասել, հա։ Աբելին ազատել են, վերջնականապես, լրիվ։ Ոչ ոք չի հասկանում ոնց է ստացվել, ինչ է եղել։ Աբելն էլ է զարմացած։ Երևի հենց առողջական պահով են ազատել, որ դուք ասում էիք։ Ինձ թվում է, որ հենց այդ հոդվածով էլ ազատել են։ Աբելն էլ չի հասկանում։ Հակոբ, դե տենց էլ պետքա լիներ։ Մի գործի, երբ որ խառնվում է Աբրահամ Սիմոնովիչը, այդ գործը պետքա գլուխ գա անպայման։ Այսինքն ես ասում էի, չէ, որ կստացվի։ Ստացվեց։ Հասկանում ես, քո նկարներով այնպես էին զմայլված, որ երբ իմացան, որ դու չես ուզում մեր հետ համագործակցես, իրանք պատրաստ էին ամեն ինչի, հասկանում ես, ամեն ինչի։ Ես բան չեմ հասկանում։ Լավ, Հակոբ։ Ես ուղղակի այնպիսի մարդ եմ, որ ինքս ինձ գովազդել չեմ սիրում։ Եվ ես կխնդրեմ, որպեսզի ոչ ոք էլ չիմանա, որ դա իմ արած գործն է։ Այսպես տեղի ունեցավ ամեն ինչը։ Եվ որ այդ մարդիկ իմացան, որ դու չես ուզում մեր հետ համագործակցես, նրանք պատրաստ էին ամեն ինչի, ամեն գումար տալուն, շատ փող էին առաջարկում, բայց ես իրանց բացատրեցի, որ դու ազնիվ արվեստագետ ես եւ քեզ գումարով, փողով գայթակղելը հնարավոր չի լինի։ Եվ իրենց առաջարկեցի մի ուրիշ տարբերակ։ Իսկ այդ ուրիշ տարբերակը Աբելի գործը գլուխ բերելն էր։ Եվ ինչպես տեսնում ես, այսօր ամեն ինչ մաքուր է եւ գործը արված։ Չեմ պատկերացնում, բան չեմ հասկանում, չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ոչ մի բան մի ասա։ Դու ուղղակի հետևի, որ քո մուսան քեզանից չփախնի ու չնեղանա, լավ։ Իսկ մենք դեռ կաշխատենք։ Աբրահամ Սիմոնովիչը ոչ մի բան չի մոռանում, Հակոբ, այդ հիշիր միշտ։ Եվ եթե Աբրահամ Սիմոնովիչը մի բան խոստացել է, ինքը իր խոսքի տերն է։ Լավ։ Հակոբ ջան, ես էլ վերցրու, այնպես ձեռքի ծախս։ Վերցրու։ Մանավանդ որ լավ առիթով ես ծախսելու։ Վերցրա։ Խուդոժնիկ։ Բայց դու լավ մարդ ես։ Իմ նման։ Հարևանի երեխեքի համար լավ էլ տանջվեցիր, հա։ Այդ երեխեքը ավելին են, քան ուղղակի հարևան։ Էլ ավելի լավ իրանց համար, որ այսպիսի հարազատ ունեն կողքին։
Ինչ անենք, մի բաժակ չխմենք։ Լավ առիթ է, նշենք, հա՞։ Ես շշմած եմ, ճիշտ ասած զարմացած։ Աբելն է, միջև հիմա չի հասկանում, ոնց ստացվեց այս ամեն ինչը։ Ամեն ինչ նորմալ է։ Ամեն ինչ լավ է լինելու։ Ու միշտ հիշի, Աբրահամ Սիմոնովիչի համար փակ դռներ չկան։ Բոլորը բաց են, որն էլ մի քիչ դժվարությամբ, բայց բացվում է, Հակոբ ջան։ Բայց մի պահ ասում էիք, որ չի ստացվի։ Ասում էի։ Մեղավոր եմ, ասում էի, Հակոբ ջան, բայց ուրիշ կերպ հնարավոր չէր։ Ես չէի ուզում քո նյարդերի հետ խաղալ, քո հոգեվիճակի հետ խաղալ, որովհետև դու ամեն օր սպասում էիր, սպասողական վիճակում էիր, բա որ չստացվեր, բայց փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ ստացվեց, Աբելը ազատության մեջ է։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Ես մեր հանդիպումը ուրիշ ձև էի պատկերացնում։ Ամեն ինչ կտայի մենակ թե քեզ մի պահ տեսնեի։ Աչքերիդ նայեի, հասկանայի, որ ինձ ներել ես։ Մենք լրիվ մենակ ենք։ Դժվար է նայել Լիլիթին ու շարունակել ապրել, հասկանալ, որ դու չկաս, որ դու շատ ես տանջվել իմ պատճառով, չհասրի քեզ ամեն ինչ վերադարձնելու ու էլ չեմ կարողանա։ Ես երբեք հետ չեմ բերի այն ժամանակը, որտեղ դու տանը ինձ էիր սպասում։ Մամ, ես ուշացա, այս անգամ շատ։ Էստեր, ինչ լավ է, որ պատասխանեցիր։ Ես մտածում էի, չես պատասխանի իմ զանգերին։ Արագ ասա ինչ ա եղել։ Ես Մարիամին հաց պետք ա տամ։ Ես ուզում եմ քեզ հետ խոսել շատ կարևոր բանի մասին։ Ասա, լսում եմ։ Էստեր, այսպես չեմ կարող ասել։ Ես պետք է քեզ տեսնեմ։ Հակոբ, եթե նորից պետք է ասես, որ… Չէ, ոչ մի ուրիշ բան չեմ ասելու։ Խոսքը Աբելի մասին է։ Ինչ ա եղել Աբելին։ Խնդրում եմ, ես ձեր տան, ձեր շենքի բակում եմ կանգնած։ Իջիր ներքև, ես 5 րոպեով կասեմ։ Լավ, կիջնեմ, բայց 5 րոպեով։ Ասա, Աբելին ինչ ա եղել։ Էստեր… Ասա, ասեցիր կարևոր բան կա։ Դե հա։ Ու։ Չես պատկերացնի։ Աբելին բաց է թողել, ազատության մեջ։ Ոնց։
Բայց ոնց կարա տենց բան լինի։ Ես էլ էի մտածում, որ անհնար էր, բայց պատահեց, բաց են թողել։ Բայց ոնց տենց մի անգամից։ Ախր 6 տարի էր, չէ։ Դե, Աստված մեր հետ է։ Երևի տեսավ ինչքան եք տանջվում, ինչքան եք տառապում։ Էստեր, արի տուն գնանք։ Դու ես ամեն ինչն ասում ես, որ ես տուն գամ։ Էս էլ նոր սուտ է։ Չէ, Էստեր, ես քեզ չեմ խաբում, երդվում եմ, կարող ես Լիլիթին զանգել, հարցնել, ես ճիշտ եմ ասում, ես քեզ չեմ խաբում, արի տուն գնանք։ Չէ, չեմ կարող։ Էստեր, ներիր ինձ, խնդրում եմ, ես սա վերջին անգամը ես չեմ խաբում, ուղղակի խնդրում եմ, ներիր, ես չեմ կարողանում առանց ձեզ ես ոչինչ չարժեմ։ Ես քեզ սիրում եմ։ Ես քեզ սիրում եմ, Էստեր, ես չեմ կարող ապրել առանց քեզ։ Ես կարոտել եմ Մարիամին։ Մարիամն էլ քեզ է կարոտում։ Խնդրում եմ, արի կանգ առնենք։ Գնանք տուն, բոլորս միասին հավաքվենք։ Աբելը, Լիլիթը, երեխեն, դու, ես, Աբրամն էլ էդ գործախոսք տվել փող է տալու, էդ երեխեքին մենք պետք ենք, Էստեր Լիլիթը դպրոց է սա գնալու, ինչ ենք անելու, Աբելը ինչ է անելու, արի տուն գնանք, խնդրում եմ։ Հակոբ, երեխեն ինձ է սպասում, մենակ կվախենա։ Էստեր, սպասիր, խնդրում եմ քեզ, վերջին անգամ, Մարիամիս վերցրու, տուն գնանք, էլ չի կրկնվի, խնդրում եմ։ Դե հա, կգամ, բայց Հակոբ, սա ուղղակի վերջն է, վերջ, էս իմ վերջին անգամն է։ Էլ չի կրկնվի, որ կրկնվեց, ես ինքս տնից կգնամ, ու էլ երբեք ձեզ չեմ անհանգստացնի, խնդրում եմ ներիր, Էստեր։ Խոստացի։ Խոստանում եմ։ Շնորհակալ եմ, Աստված չէ։ Շնորհակալ եմ։ Ինչ կավաղ դպրոց գնալու ես։ Հա, քննություն ունենք։ Ալո։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Ես Աբելի հետ եմ ուզում խոսալ։ Աբելի։ Մի րոպե։ Ալո։ Աբել ջան, տեղավորվեցիր։ Հա, Սվետո ջան, դուք լավ եք։ Հա, լավ ենք։ Չէ ուզում քեզ առաջ օրը անհանգստացնել, բայց գործը շտապ է։ Նա Սվետո հարկ չկա։ Մենակ ես։ Դե հա։ Ինձ մի բան է պետք որ անես։ Ինչ։ Հեշտ բան չի։ Այս մտածում եմ որ կանես։ Դու էիր ասում որ քիչ բան չեմ արել քո համար։ Սվետո ասա ինչա պետք։